հարցազրույցյան մեջ մի հատված կա, երբ որ Արտաշատի գրասենյակի ներկայացուցիչը ենթադրաբար ասում է վաղը շալվար կհագնի, ալիքն է առել, ուզում ենք հասկանանք այդ ալիքը առնչություն ունի ունենք մի քանի ալիքներ, ինչքան ալիքները շատ լինեն, այդքան լավ կլինի, բայց այդ ալիքը ես չեմ եղել։ Ձեր աշխատակիցներից է, ձեր գրասենյակից է։ Մեր ընկերն է, այո։ Եվ ինչ Որ հիմա տնային կալանք տակ է։ Երեք գիշերվա որոշման։ Ինչպես կմեկնաբանեք այդ շալվարը Չեմ մեկնաբանի։ Այսինքն նորմալ է, երբ որ նշանակված են ընտրությունները, հայտնի ընտրությունների օրը գրասենյակի աշխատակիցը խոստանում է շալվար առնել կամ խոստանում է, քանի որ դա այս պահին դեռ քննման փուլում է առհասարակ չեմ ուզի մեկնաբանեմ։ Երկրորդ էլ առհասարակ եթե որևիցե մեկը շորի կարիք ունի ու այդ մարդուն ինչ-որ մեկը շոր առնում, այդ նորմալ է։ Այս փոքրիկ խմբակի բերած օրերում է, որ նորմալ չի, որ մարդու հանդեպ կարա հոգատար լինի։ Այդ իրանց համար է, որ նորմալ չի, որ մարդ կարա ինչ-որ մեկի հանդեպ հոգ տանի, փորձի իր խնդիրները լուծի, որպես այդ մարդը լավ ապրի։ Իրանք լրիվ հակառակն են անում, փորձում են մարդկանց ճակատագրերը խեղաթյուրեն, փորձում են մարդկանց ապրոստը վատացնեն, փորձում են Հայաստանը թուլացնեն։ Դրա համար էլ այս ամեն ինչը կա, դրա համար ունենք Սամվել Կարապետյան, Սամվել Կարապետյանը կգա իր փոփոխություններով, մենք էլ կունենանք ուժեղ Հայաստան։ Իսկ այս բաներ անկա բաների վրա ուշադրություն մի դարձ։ Բայց դա իրական օրենսգրքի խախտում չէ։ Ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ անախ առաջինը իրավաբան չեմ 1, գործին ծանոթ չեմ 2, երրորդ հիմա իրավաբանները բարձում են կհասկանանք։ Արդյոք օրենքի խախտում է թե ոչ։ Թույլատրելի արտահայտությունները կային այնտեղ շուշանջալ եւ այլն։ Անի ջան, քանի որ համաձայն եմ, եկեք ես ձեզ սենց ասեմ, որևիցե ըստ իս ոնց որ մեկնաբանվում է ընտրակաշառք ինչ-որ մի բան, եթե հանրապետությունում մարդ կա կամ մարդիկ են մնացել, որ ընտրակաշառքին դեմ են, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ինչպես այս պայքարի առաջի շարքերում ենք մենք կանգնած, այդտեղ էլ առաջի շարքերում մենք ենք կանգնած, որ պայքարում ենք նմանատիպ կեղտոտ բաների դեմ։ Իսկ մնաց ես ես 8 ամիսա թիրախում եմ, անի ջան, նորմալ է, սովորել ենք բացարձակապես մեր ոչ ապրելն ու ոչ մեր պայքարին նման բաները չեն խանգարում, իսկ ինչ վերաբերում է մնացած ձեր նկարագրած ինչու ձայնայիներին դեռ չեմ կարողացել հասկանալ ով է եւ ինչ է ինչի մասին է խոսվում, երբ որ կհասկանամ պատրաստ կլինեմ մեկնաբանել։ Մնացածը։ Եվ պարոն Ալեքսանյան, եթե ամեն ինչ նորմալ է, որևէ այսպես առաջին հայացքից խախտում չկա, ինչի է այնտեղ ձեր կուսակիցը, թիմակիցը ասում բաց կապով մի խոսեք, դա ինչ է նշանակում։ Նորից եմ ասում, ինչքան դուք եք լսել, այդքան էլ ես եմ լսել, ավել մեկնաբանություն չեմ կարող անեմ, քննությունն էլ դեռ գնում է, մարդկանց տնային կալանք են տվել, սա քննությունը կավարտվի, կհասկանանք։ Շնորհակալ եմ շատ, ապրիք։